Սիրելի կապանցիներ, սիրելի սյունեցիներ, բարև ձեզ։ Ես ճիշտ ասած այս շենքում առաջին անգամ եմ ու պարոն Փարսյանին գաղտնիք բացեմ, միշտ որ եկել գնացել եմ, միշտ ուզեցել եմ, մտածել եմ, ասել եմ, երբ կարող եմ տեսնես մի իրավիճակ կհայտնվի, ես այս գեղեցիկ շենքում լինեմ ու երբ Կապանը դարձավ երիտասարդական քաղաք, իմ հույս ունեի, որ կմտնեմ, մեն էլ եկա տեսա միջոցառումը դրսում է արվում։ Այդպես էլ չկարողացա ներս մտնել ու հիմա շատ ուրախ եմ, որ այստեղ եմ եւ ինձ համար շատ մեծ դրական միջավայր է Կապանը, Սյունիքը, ես շատ եմ սիրում եւ իմ գործունեությունը վերջին այնպես է ստացվել վերջին 10 տարիների բացառապես գլխավոր դերը վերապահված է եղել Սյունիքին։ Ես այս պահի իմ ելույթում կխոսեմ մի քանի շեշտադրումներ կանեմ եւ հիմնական ամփոփիչ ելույթը կներկայացնեմ ձեզ մեր հիմնական շեշտադրումներով վերջում։ Ես ասեմ, թե ինչպես ստացվեց, որ ես եւ մեր թիմը քաղաքական հայտ ներկայացեցինք եւ մտանք քաղաքականություն։ Իմ ամբողջ գործունեության ընթացքում ես մասնագիտությամբ իրավաբան եմ եւ իմ ամբողջ գործունեության ընթացքում իրականացրել եմ մասնագիտական աշխատանք Հայաստանի ամենատարբեր պետական մարմիններում, միջազգային կառույցներում, Հայաստանից դուրս։ Եվ երբ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում շատ խնդիրների բախվելով, այնպես ստացվեց, որ այդ ժամանակաշրջանին էր ընկել պատերազմներ, 2016 թվականի ապրիլյան պատերազմը, հետո 44 օրյա պատերազմը, կովիդը, 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների իրադարձությունները, դրանից հետո հաջորդող պատերազմին հաջորդող տարիները, գրեթե ամբողջը ճգնաժամային վիճակում անցա։ Դա ինձ հնարավորություն տվեց շատ հասկանալ խորքային խնդիրները, ոչ թե գնալ անհատական խնդիրների հետևից, այլ հասկանալ դրանց արմատները որտեղից են գալիս։ Բայց ես ամեն անգամ, երբ գործունեությունը առաջարկներ էինք ներկայացնում, օրինակ Կապանից փաստահավաք աշխատանքներ էինք անում, հանցագործության մասին հիմքեր էինք ներկայացնում, անընդհատ այս իշխանությունները մի դեպքում ներկայացնում էինք միջազգային դատարաններ հետ էին վերցնում, մեկ այլ դեպքում խոչընդոտում էին, մեկ այլ դեպքում մեքենաներն էին վերցնում, ֆինանսավորումն էին կրճատում։ Եվ այդ ժամանակ ես հասկացա, որ իրականում այսպես այլևս չի ստացվում, որովհետև խնդիրը քաղաքական իշխանության մեջ է։ Խնդիրը նրա մեջ է, որ դու պետք է ունենաս հնարավորություն հարցը լուծելու։ Դու պետք է այդ հիմքերով ղեկավարվելով կարողանաս որոշումներ կայացնել։ Իսկ դրա համար ինչ էր պետք։ Նախ եւ առաջ մարդկանց վստահությունը։ Նախ եւ առաջ մարդկանց քվեն նրանց հետ միասին, որպեսզի կարողանանք մեր երկիրը դուրս բերել այն խնդիրները լուծել, որ կան։ Եվ մենք մեր թիմի հետ սկսեցինք քննարկել լուծումներ ու նախաձեռնեցինք միասնության թվեր նախաձեռնությունը, պարոն Անանյանը ներկայացրեց միասին, որովհետև տեսանք ամենագլխավոր խնդիրը հենց միասնությունն է, մեր միասնության բացակայությունն է, ամենագլխավոր հարցը։ Եվ թվեր, ինչու թվեր, որովհետև մեզ թև ու թիկունք պետք է մենք իրար լինենք, իսկ թվերը նաև վեր է բարձրացնում, իրար թև տանք, թև թիկունք լինենք եւ վեր բարձրանանք։ Սկսեցինք համագործակցություն Շան Դաշին կուսակցության հետ։ Ես հանդիպում ունեցա, քննարկեցինք, բայց մինչ այդ առաջին մարդկանցից մեկը, ում հետ այս հարցը քննարկել եմ, եղել է պարոն Փարսյանը։ Երբ ես աշխատում էի մարդու իրավունքների պաշտպան, եզակի համայնքներից մեկն էր, իսկ կարողության եւ ինֆորմացիայի ամբողջական աջակցության տեսանկյունից միակ համայնքն էր, որտեղ ամբողջական աջակցություն էինք միշտ ստանում։ Դրա համար մեր աշխատանքի ամենաարդյունավետ մասը Սյունիքի ու հատկապես Կապանի հետ էր կապված։ Եվ այդ ժամանակ էր, որ ես անընդհատ տեսնում էի պարոն Փարսյանը, իրոք այն համայնքապետն է, որ մարդկանց խնդիրների մասին անհատապես նույնիսկ տեղյակ է։ Եվ շատ է եղել, անգամ մարդկանց անհատական խնդիրները միասին տարբեր քննարկել ենք։ Հետո երբ արդեն այս քաղաքական գործունեության հարցը առաջացավ, միակ մարդկանցից մեկը, որ իսկապես կարող է այդ հարցը քննարկել, հենց պարոն Փարսյանն էր, որտեղ գիտեի, սրտացավ մարդկանցից մեկն է։ Պարոն Փարսյանի հետ երբ սկսեցինք քննարկել, արդեն որոշում էինք քաղաքական այս համագործակցության հարցը, ես հիմա մի այսպես մեր քննարկումը ձեզ ներկայացնեմ, որտեղ մենք ձեզանից չպիտի որևէ եւ չունենք էլ որևէ փակ բան։ Ինձ պարոն Փարսյանը երկու պայման առաջարկեց եւ ասաց, եթե այս երկու պայմանը մենք անում ենք, մենք իրականացնում ենք համատեղ քաղաքական գործունեություն, ճանապարհ ենք անցնում։ Առաջինը
ադրբեջանական զորքերի դուրս բերում Հայաստանի տարածքներից եւ երկրորդ ադրբեջանցիների բնակության բացառում կամ թույլ չտալ մեր երկրում։ Այս երկու պայմանն է եղել։ Ինձ համար մի կողմից շատ հաճելի էր դա լսել եւ մյուս կողմից էլ բնական էր ներողություն եւ մյուս կողմից էլ հետարքիր էր այն առումով իմ սպասածն էր, որովհետեւ մարդը ոչ ուզեց անձնական հարցեր քննարկել, կարող էր որոշակի անձնական հարցեր քննարկել, քաղաքական հարցեր քննարկել, բայց եղել է այս երկու ընդհանրապես պայմանը։ Եվ ես իհարկե պատասխանեցի բնականաբար, որովհետեւ դա ամբողջական կոդով դրված է նաեւ իմ մեջ, որովհետեւ ես պատկերացնում եմ մեր երկրի խնդիրների լուծումը, նաև հարցերը բացառապես նաև հաշվի առնելով այս հարցերը։ Եվ դրանց մասին մենք ընթացքում ես հույս ունեմ նաև կքննարկենք անպայման, ես ինքս ամեն դեպքում մանրամասն դիրքորոշումս կներկայացնեմ։ Սա է եղել, ես ուզում եի մեր համագործակցության սկիզբը ներկայացնել եւ դրանից հետո իհարկե աշխատում ենք արդյունավետ մեկ օրգանիզմի պես եւ մեզ համար ամենակարևորը արժեքներն են նաև, սկզբունքները։ Ոչ միայն մարդկային արժեքներ, նաև հայրենասիրություն, արդարություն, ազնվություն, բայց անձնական շահը ստորադասած երբեք մեր աշխատանքներում ես դա տեսել եմ նաև Կապան համայնքում, համայնքային ծառայողների մոտ երբեք չեմ նկատել եւ մեզ մոտ նույնը այդ կարևոր հանձնառությունն է։ Եվ պարոն Գոռ Թադևոսյանը մենք քննարկեցինք պարոն Գոռ Թադևոսյանը, որպեսզի ներկայացվի մեր հետ ցուցակում, առաջին տասնյակում, որպեսզի մենք ունենանք նաև Կապանից ներկայացուցիչներ մեր երկրի խորհրդարանի, մեր բարձրագույն ներկայացուցչական մարմնում, որպեսզի Կապանի հարցերը հատկապես առանձնակի, այսպես ուշադրության միշտ արժանանան։ Մենք Սյունիքից էլ իհարկե ունենք Գորիսում ներկայացուցիչ, մյուս վայրերում, բայց սա քանի որ Կապանում ենք նաև պարոն Թադևոսյանը խոսեց, այն հարցերը, որ ներկայացրեց, դրանք նաև մեր միասնական դիրքորոշման հարցերն են։ Այս փուլում այսքանը, Ժողովուրդ ջան, եւ հիմա երևի թե արդեն հարցերի ենք անցնելու, ես մնացած հարցերը կներկայացնեմ իմ ամբողջական ելույթով, շատ կա խոսելու հարցեր, շատ կան կուտակված խնդիրներ, ամենակարևորը ուզում եմ ձեզ հիմա ասել, Ժողովուրդ ջան, ես ելի եմ ասելու, ելի եմ ասում եւ անընդհատ ասելու եմ այս մասին, հանգարտ չնեղվեք, ոչ մի բանից, ոչ մեկ չի կարող մեր ժողովրդին ճնշել, մենք բոլոր հարցերի պատասխանները ունենք, Հայաստանում չկա հարց, որ մենք հայերով, հայ ժողովրդով, ամբողջ աշխարհի հայերով չկարողանանք լուծել, մենք լուծելու ենք բոլոր հարցերը, ամեն ինչ, մենք առաջարկում ենք բանաձև, եթե այսօր իշխանությունը առաջարկում է պարտություն համակերպվել, հանձնվել, մենք ասում ենք սխալներ, ուղղել այդ սխալները եւ վերածնունդ։ Ու ամեն ինչ լուծումները ստանալու է, դրանց մասին ես այսօր անպայման ինքս եւ մեր թիմակիցները կխոսենք։